Գյումրիի հարկային տեսչությունում իրենցից ու կատարած աշխատանքներից զգոհ են։ Պետական բյուջե հաշվեգրված գումարները աճել են հարկային եկամուտների, սոցվճարումների ու նաև տուգանքների հաշվին։ Միայն անցած 10 ամիսների ընթացքում 100 միլիոն դրամից ավելի գումար տուգանքների տեսքով է մտել պետական բյուջե։ ՀԴՄ կիրառման ճշտության ստուգումներ 10 ամիսների ընթացքում 94 միլիոն դրամ։ Նաև ակցիզային դրոշմանիշերի կիրառման կարգի ճշտության ստուգումներ 44 ստուգում է իրականացվել, յուրաքանչյուրին 100-200 հազար անկախ նրանից կախված թե որքան է տուգանքի չափը սահմանված օրենքով։ Ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման ճշտության ստուգումներով շուրջ 47 միլիոն գումար է արձանագրվել տուգանքի տեսքով։ Այն, որ Գյումրիից բյուջե մուտքագրվող գումարները աճում են, հարկայինի պետի տեղակալը սա բացատրում է հավասարակշռված ու խելամիտ վարչարարությամբ։ Այ հենց դրա համար էլ հարկայինի Գյումրիի պետ Ռաֆիկ Մաշատյանից միշտ գոհ են հարկային պետական տեսչությունում, մերոնք գլուխները բարձր են պահում, միշտ պարգևատրումներ ու հավելավճարումներ են ստանում, որովհետև գյումրեցի հարկանները լավ են աշխատում, շատ են ստուգում, շատ են տուգանում, շատ գումար են մուտքագրում պետական բյուջե։ Աշոտ Ավագյանն իր ու գործընկերների անունից նորից խոստանում է լավ աշխատել ու տարին հաջողությամբ փակել։ 10 ամսվա ընթացքում նույնպես ես կասեի, որ բավականին դրական գնահատական է ստացվել, Գյումրու տարածքային հարկային տեսչության աշխատանքները դրական գնահատական են ստացել եւ կոլեկտիվը իհարկե նաեւ գծկտի հաջողությամբ նաեւ փակելու 2010 թվականը։ Անցած 10 ամիսների ընթացքում 500-ից ավելի անհատ ձեռնարկատեր դադարեցրել է իր գործունեությունը, 548-ն էլ պետական գրանցում է ստացել։ Ավագյանը շեշտում է, դրական դինամիկա կա, 40-ով գրանցում ստացողները շատ են։ Ովքեր ու ինչ կարգի անհատ ձեռնարկատերեր են պետական գրանցում ստացել, նախկինում նրանք առանց գրանցում գործել են, թե ոչ, սա չի մանրամասնում Աշոտ Ավագյանը։ Փոխարենը շեշտում է, որ փակվող ձեռնարկությունների հարցում հարկայինը մեղքի բաժին չունի։ Տվյալ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման կամ տնտեսավարող սուբյեկտի լուծարման ընթացակարգերի վրա ազդում են բազմաթիվ գործոններ։ Միայն հարկային քաղաքականությունը չէ, որ պետք է քննարկել այդ տեսանկյունից։ Մենք ապրում ենք շուկայական տնտեսությունում, շուկան իր կանոնները թելադրում։ Հայաստանի Հանրապետությունում բարենպաստ հարկային քաղաքականության պայմաններում ամեն ինչ արվում է, որ գործարարը իրեն լավ զգա ու ակտիվ գործի, ասում է Ավագյանը։ Այս ենթատեքստում մի հարց հնչեցրինք, այս դեպքում ինչ ասել օրինակ կանխավճարային հարկեր։ Գործարարների շատերն են դժգոհում, հարկայինից գալիս են X թվով ենթադրյալ գումարը պահանջում, իսկ եթե չեն տալիս, սկսվում է ստուգումների փուլը, որն ավարտվում է տուգանքների կիրառմամբ։ Այդ պահանջվող գումարները անհատ գործարարների շրջանում հայտնի է կանխավճարային հարկեր անունով։ Ինչ ասել է կանխավճարային հարկեր, բացատրում է Աշոտ Ավագյանը։ Կանխավճարային վճարումները սահմանված են հարկային եւ սոցիալական վճարների մասին օրենքներով, սահմանված կան կանխավճարային վճարումներ եւ կան որոշակի հարկատեսակների գծով եւ սոցիալական վճարների գծով նվազագույն գումարներ, որոնք պետք է անկախ հաշվետվությունների ներկայացման եւ այլն, անկախ դրա հարկվճարողը իրացումից հասույթի ծավալների նկատմամբ կամ նախորդ տարվա կանխավճարների նկատմամբ որոշակի չափով տվյալ տարում վճարի բյուջե։ Հետո հաշվանցվում է։ Քրիստինա Մկրտչյան, Մարտուն Գրիգորյան, Գալանյուս։